Ժողովուրդը գրում է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հայտնվել է ստվերային վախի ու բացահայտ քաջության միջակայքում, թեև հրապարակային խոսքում ՔՊԱ-ականները փորձում են վստահություն ներարկել հանրությանը, թե Փաշինյանի դիրքերը անվարան են, իրականում իշխանական կուլիսներում լարվածություն կա։ Փաշինյանի թիմակիցները տարբեր ձևաչափերում թեև փորձում են ծաղրել վարչապետի թեկնածուներին, իմպիչմենտի գործընթացը այդուամենայնիվ միաժամանակ ունեն կանխատեսումներ, որ ամեն պահի կարող է իրավիճակը պայթել, դրա համար շատերի ընկալմամբ իմպիչմենտի գործընթացը իրենց սեղանին դրված թուղթ չէ, այլ տագնապի ազդանշան։ Փաշինյանն այս փուլում որոշել է խուսափել կտրուկ գործողություններից։ Նրանք կսպասեն զարգացումներին, մինչև կգնահատեն, թե վտանգը որքան է խորանալու։ Իշխանությունն այս պահին վախենում է ոչ միայն ընդդիմությունից, այլև հասարակությունից, որը սովորաբար լուռ է, մինչև որ դառնում է բուռնալիք։ Այդ ալիքի ձայնը հիմա դեռ խուլ է, բայց հնչեղության վտանգը իրական։ Առավել ևս եկեղեցու դեմ հարձակումները հանրության շրջանում լավ չեն ընկալվել, գրում է թերթը։ Եկեղեցու դեմ հարձակումների վերաբերյալ փաստը գրում է դեռևս անցած տարեսկզբին գրել էինք, որ Փաշինյանը ցանկանում է ինչ-որ շարժումներ, ակցիաներ ձևավորել, հանրահավաքներ իրականացնել ընդդեմ կաթողիկոսի, իսկ ավելի կոնկրետ ընդդեմ հայառաքելական եկեղեցու։ Նման մտադրություն նա ունեցել է նաև նախկինում, բայց ժամանակին նա խուսափել է գնալ այդ ճանապարհով, վախենալով հակազդեցությունից եկեղեցու դեմ Փաշինյանի ու ՔՊԱ-ականների հայտարարված պատերազմի շրջանակ հնարավոր տարբերակ է դիտարկվում ժողովրդին ոտքի հանելը, այսինքն Փաշինյանը կարող է փորձել հասնել վեհափառի հեռացմանը, չակերտավոր հանուն ժողովրդի կեղծ թեզերի ներքո։ Պատահական չէ, որ նախորդին նա գրառում է արել, թե եկեղեցին պատկանում է ժողովրդին ու պետք է այն վերադարձնել ժողովրդին։ Բացի այդ, նա երեք վտանգավոր գրառում արեց, թե կոչ է անում հավատացյալներին համախմբվել վեհարանը սիրով ու քրիստոնեաբար ազատելու։ Թերթը նկատում է, որ հաշվի առնելով Փաշինյանը չնչին վարկանիշ ունի, հասարակության գերակշիռ մեծամասնությունը վստահ է, որ ոչ թե կաթողիկոսը պետք է ազատի վեհարանը, այլ Փաշինյանը պետք է կառավարության շենքն ազատի, ապա նման սադրանքները կարող են չափազանց լուրջ, նույնիսկ համահայկական ընդվզման պատճառ դառնալ իր ծանր հետևանքներով, ուստի դժվար է ասել առաքելական եկեղեցուն հայտարարված պատերազմի շրջանակներում Փաշինյանը կգնա բախման հանուն իր շահերի, թե կզգուշանա։ Հրապարակում էլ կարդում ենք ԱԺ պատիվ ունեմ խմբակցության նախաձեռնած իմպիչմենտի գործընթացը ըստ ամենայնի գլուխ չի գա, թերթը գրում է, որ պատիվ ունեմը Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի թեկնածությունն է առաջադրել, իսկ Հայաստան դաշինքը հայտարարել է, որ խմբակցությունը կապահովի 28 ստորագրությունները։ Սա նշանակում է, որ քանի դեռ երկու անկախ կամ ՔՊԱ-ական նախկին падգամավոր չեն միացել, պատիվ ունեմի 6 հոգուն գործընթացը շարունակություն չի ունենա։ Իհարկե առավել հավանական էր, որ կմիանան ՔՊ-ից վտարված Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը, սակայն նրանք երկուսն էլ հայտարարեցին, որ չեն ստորագրելու։ Աղազարյանը թերթի հարցինի պատասխան երեք կրկին հիշեցրել է, որ իրենք արդեն նախաձեռնել են իմպիչմենտ ու Էդմոն Մարուքյանի թեկնածությունը առաջադրել։ Եվ ոչ մի նոր հանգամանք ի հայտ չի եկել, որ փոխեն իրենց դիրքորոշումը ու այլ թեկնածուի առաջադրեն։ Թերթի ճշտող հարցին, եթե փողոցային պայքար սկսվի, ֆորս մաժոր լինի, դա կդիտարկեն որպես նոր հանգամանք, Աղազարյանն ասել է, որ չի ցանկանում պատասխանել։ Ժողովուրդը գրում է Փաշինյանը սկսում է հերթական աղմկահարույց արշավը ընդդեմ առաքելական եկեղեցու ու վեհափառի, բայց իրական թիրախը այլ է, ժողովրդի ուշադրությունը շեղել, միտումնավոր մանևրել։ Թերթը նշում է կառավարության ղեկավարը հարձակվում է հոգևոր առաջնորդի վրա, այն դեպքում, երբ պատրաստվում է սահման գծել թշնամու պայմաններով, այն դեպքում, երբ Ադրբեջանի բանակը մնում է Հայաստանի օկուպացված տարածքներում, երբ խաղաղության պայմանագրի վտանգավոր կետերը առանց Արցախի կարգավիճակի, առանց անվտանգության երաշխիքների, առանց գերիներին վերադարձի ու Հայաստանի դեօկուպացիայի պահանջի է համաձայնեցվում։ Տնտեսական խորտակում կա երկրում, ամիսներ շարունակ արգելվում է հայկական կոնյակը, Վրաստանի տարածքով դեպի Ռուսաստան, կոնյակագործները հուսահատ վիճակում են, կառավարությունը անգործ արտաքին պարտքը հատել է վտանգավոր շեմը 24 թվականի վերջին անցել $11 միլիարդ
տարը։ Յուրաքանչյուր քաղաքացի բաժին է ընկնելու շուրջ $3600 պարտք։ Բնակչության արտահոսք վերջին տարիներին Հայաստանից արտագաղթը նորից ահագնացել է։ Չենք հեռանում ոչ միայն աղքատությունից, այլև հիասթափությունից, արձանագրում է թերթը ու շարունակում, որ այս ֆոնին Փաշինյանը ընտրել է պայքարել ոչ թե կոռուպցիայի, ոչ թե թշնամու դեմ, այլ հայ առաքելական եկեղեցու ու վեհափառի։ Հարց է առաջանում, երբ պետությունն ունի ճակատագրական այսքան հարց, ով եւ ինչու է որոշել, որ պատասխանը պետք է մայրաթոռը տա։ Այլ հոդվածում ժողովրդում կարդում ենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանում լիազորությունները դադարեցրած դատավորների վարույթների մասով նոր փուլ է թևակողել։ Միեդգրություն է ուղարկել դատավորներին ու Հայաստանի կառավարությանը, առաջարկելով հաշտություն սահմանված ժամկետում, եթե լիազորությունները դադարեցված դատավորները կառավարության հետ հաշտության եզրեր չգտնեն, կառավարությունը պետք է պատասխանի Միեդի կողմից արդեն իսկ ուղարկված հարցերին։ Թերթի տեղեկություններով Հանիրավի պաշտոնազրկված դատավորներից եւ ոչ մեկը չի պատրաստվում Փաշինյանի հետ հաշտության գնալ, հաշվի առնելով մինչև այս արձանագրված նախադեպերը, Միեդը կգնա որոշման կայացման, որը ոչ ցանկալի ապտակ է լինելու ԲԴԽ-ին ու կառավարությանը։ Մեկ այլ հոդվածում ժողովրդում կարդում ենք իշխանությունների դեմս վարչապետ Փաշինյանի կոնկրետ պլան ունեն եկեղեցու դեմ կաթողիկոսի դեմ իրականացնելու համար, թեև գիտակցում են, որ այդ գործը այդքան էլ հեշտ չէ։ Փաշինյանը թիմակիցներին հստակ բացատրել է, որ պետք է վեհափառին հեռացնել, բայց խելոք քայլերի հաջորդականությամբ երկարատև պրոցեսի միջոցով եկեղեցին ունի ներքին կանոնադրություն, առաջնորդվում է դրանցով ու աշխարհիկ կյանքի միջամտություններից պաշտպանվելու իմունիտետ ունի։ Սա հաշվի առնելով Փաշինյանը թիմին բացատրել է, որ իրենք օրակարգում ունենալու են վեհափառին Բեհարանից հեռացնելու ծրագիր, բայց չպետք է շտապեն։ Նախ պետք է եկեղեցու ներսում գտնեն դաշնակիցներ, որոնք ներսից կպայքարեն կաթողիկոսի դեմ, դրսից ունենալով իշխանության աջակցությունը։ Իշխանությունների ներսում կան շատ անձինք, որոնք հայ առաքելական եկեղեցու հետևորդ չեն ու նրանք ավելի են ակտիվացնելու եկեղեցու դեմ հակաքարոզը։ Պլանն այնպիսին է, որ հասունացնեն դժգոհություն, հետո Փաշինյանը հայտնվի պրոցեսների կիզակետում ու վերցնի կաթողիկոսին հեռացնելու դափնիները, գրում է թերթը։